Սրբազան շարժումը դա եկեղեցու շարժումը չի։ Եկեղեցին ինքը չի օրհնել եւ չի խրախուսել այդ շարժումը։ Դուք պատկերացնում եք, որ 20 թվականի այդ աղետից հետո եկեղեցին ոչ մի ձեն չհաներ։ Ինչ էինք մենք այսօր ասելու այդ եկեղեցուն։ Ինչ էինք ասելու։ Ասելու ենք գնացել ես դարել ես իշխանությունների ոտքի տակի փալասը։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք լրագրող Տիգրան Պասկևիչյանի հետ, ողջույն Տիգրան։ Վերջին մի քանի ամիսը Հայաստանի այդ ներքաղաքական օրակարգի անբաժան մաս է դարձել եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները։ Մի քիչ դժվարանում եմ ձևակերպել, որ բոլոր կողմերից կոռեկտ լինի, եւ ինքնաբերաբար նաեւ տեղափոխվել է սոցիալական մեդիա հարթակներ, հետևում եք այդ process-ին եւ ինչ եք կարծում, ուր է մեզ տանում այդ արդեն բևեռացված հասարակության ավելի շատ բևեռացվող զրույցը։ Շնորհակալություն հրավերի համար, այո, հետևում եմ, հենց երևի թե մայիսի վերջից սկսած, աշխատում եմ իհարկե այդ օրակարգի մաս չկազմել որևէ կերպ, որովհետև այս իշխանությունները սովորություն ունեն օրակարգեր նետել ասպարեզ, մարդկանց դրա մեջ ներգրավելու համար, ես ամեն կերպ աշխատում եմ հեռու մնալ դրանից, որովհետև նաև ես դիտարկում եմ դա իրավական հարթությունում, այսինքն որքանով իրավունք ունի իշխանությունը միջամտելու եկեղեցու գործերին, սահմանադրությունը դա ամեն կերպ նախատեսում է, սկսած 95 թվականից, հետո 2005-ը, 2015-ը, բոլոր սահմանադրություններում կարելի ասել նույնիսկ ավելի բյուրեղացել է այդ թեզը, այդ հոդվածը, եւ մնացած բոլոր բաներն էլ հակասում են ուրեմն օրենքներին, ամեն ինչ որ արվում է օրենքի խախտումներով, եւ ես կարծում եմ, որ դրա պատասխանները ոչ թե բարոյական հարթությունում պետք է տալ, որ վայ մեր եկեղեցին, մեր 1700-ամյա եւ այլն, այլ պետք է դրա պատասխանները տրվեն հստակ կերպով իրավական հարթությունում։ Այսինքն պետք է դատարան դիմել ինչ հիմքով։ Պետք է բոլոր հոդվածներով, որոնք խախտվել են, օրինակ վերցրել են բանը, չէ, Օհանավանի քահանային Մայրաթոռը կարգալույց հայտարարեց, հիմա Մայր աթոռը չի կար մուտք չունի այդ եկեղեցին։ Իրականում դա Մայր աթոռի սեփականությունն է եւ կարծեմ, եթե չեմ սխալվում, Մայր աթոռը դիմել է ուրեմն համապատասխան մարմիններին, որպեսզի ապահովեն իրենց մուտքը, որպեսզի ինքը կարողանա մի այլ քահանայի նշանակել եւ այդ այլ քահանան այնտեղ կարողանա ուրեմն հոգեվոր ծառայություն մատուցել։ Եվ դրա նման օրինակները, սկսած նրանից, որ ուրեմն ԱԱՑ-ի աշխատողները գնում են քահանաների հետ աշխատում են, փորձում են խմբագրել պատարագի տեքստը եւ այլն, այդ բոլոր բաները հակաօրինական են եւ այդ հակաօրինականները պետքա գտնել դրանց համապատասխան հոդվածները, այն ինչ որ վերջերս Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ մի խումբ ուժեր արեցին եւ ես էլ միացել եմ իրենց եւ ստորագրել եմ այդ ուրեմն հայցը, որը կարծեմ տարվել է արդեն դատախազություն։ Ազատ խոսքի տեսակետից եւ խոսքի արտահայտման տեսակետից պատարագի ժամանակ կաթողիկոսյանն զեղչելը կարող է դիտարկվել որպես ազատ արտահայտման կամ ոտնահարում կամ գրաքննություն։ Տեսեք, եկեղեցին ունի իր կանոնները եւ եկեղեցին ապրում է իր կանոնների շրջանակում։ Դա որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ազատ խոսքի ուրեմն բան։ Եթե դուք նկատի ունեք, չնկատեմ ստիպել է որ զեղչվի։ Ստիպել է որ զեղչվի, այո, դա ոչ թե ազատ խոսքի, այլ ընդհանրապես կոպիտ միջամտություն է մի այլ կազմակերպության գործերին։ Դուք հիմա պատկերացնում եք, ես մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լավ բարեկամն եմ,
շատ հաճախ ուրեմն շփումներ են ունեցել, գործ են ունեցել իրար հետ, պատկերացնում եք, ես գամ մեդիա նախաձեռնությունների կենտրոն եւ ասեմ, բարև ձեզ, ես ձեզ բերել եմ ճանապարհային քարտեզ, որ այս բաները պետք է արվի մեդիա նախաձեռնությունների կենտրոնում եւ առաջին կետում էլ գրեմ, որ տնօրեն Նունե Սարգսյանը պետք է հրաժարական տա։ Դուք ինչ կասեք ինձ։ Չեք ասի, տղա ջան, դու ով ես։ Դու ով ես։ Չէ՞։ Այս տրամաբանությամբ ձեր համակիրն եմ եւ ձեր հետևորդը ձեր գաղափարների։ Այո, հա, բայց ես ինչ իրավունք ունեմ միջամտելու մի այլ կազմակերպության, որը կարծեմ հասարակական կազմակերպություն է, չէ՞։ Նույն ձևով մի քիչ ավելի ուրեմն մեծ իմաստով հասարակական կազմակերպությունը նաեւ հայ առաքելական եկեղեցին, որի ուրեմն ինքնուրույնությունը, ինքնավարությունը սահմանադրությամբ երաշխավորված է։ Ուրեմն որևէ մեկը չի կարող գնալ իրեն ասել, որ դու սա պիտի զեղչես, սա պիտի անես եւ այլ եւ այլ։ Երբ որ կարդում ենք վերնագրերը, ասենք ամենատենց երկում վերնագիր կարող եմ ասել, ընդհանուր ոնց որ ցույց տրվող թե ինչ է կատարվում, հարցակում եկեղեցու վրա եւ եկեղեցու ազատագրում։ Ինչ պետք է անի մարդը, այսինքն ոնց որ խառնում է իրար, ինֆորմացիան ոսկե շատ է, մարդիկ էլ ասում ենք ուղիղ եթերում են նայում, կարդում են եւ շատ քչերն են, իրական դժվար է հասկանալ ինչ է ուզած էլի այդ process-ում եւ արդյոք մենք բավարար չափով անում ենք մեր գործը, որ մարդիկ ի վերջո հասկանան ինչ է կատարվում։ Մարդը ընդամենը պետք է հասկանա, որ ինքը ունի երկու պատկանելություն, մեկը դա պատկանելությունն է Հայաստանի Հանրապետությանը որպես քաղաքացի եւ մյուսը, եթե հետևորդ է, դա պատկանելությունն է հայ առաքելական եկեղեցուն։ Իդեպ այստեղ էլ շատ կարեւոր է խոսել, եթե ժամանակ ունենանք, խոսենք ուրեմն հետևորդ եւ հոտի անդամ հասկացությունների մասին։ Այդ երկու բանը եթե մարդը հասկանա, ինքը կհասկանա, որ բոլոր հարցերում ինքը պետք է ոչ թե էմոցիաներին, իրացիոնալ մտքերին, բանին ապավինի, այլ պետք է ապավինի օրենքին։ Օրենքով, որի քաղաքացին եմ ես, այն հանրապետության, որի քաղաքացին եմ ես, այդ հանրապետության օրենքով եկեղեցին անջատ է պետությունից։ Այսինքն իշխանությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Եվ եկեղեցին, եթե մենք սիրում ենք այս հոգևորականին, չենք սիրում, այս շատերը ուղղակի տանում են այդ դաշտ, որպեսզի մարդկանց գցեն մոլորության մեջ։ Ոչ մի կապ չունի։ Այս եկեղեցին 1700 տարվա մեջ գիտեք, քանի հոգևորականներ ա ունեցել, այդ հոգևորականների մեջ քանիսն են եղել ոչ արժանի, քանիսն են եղել արժանի։ Այս բոլոր բաները պետքա հասկանան, պետքա մարդիկ հասկանան, որ ասում են քաղաքական եկեղեցին էլ քաղաքականությամբ զբաղվում, բայց պաշտում են Խրիմյան հայրիկին, չէ՞։ Իսկ Խրիմյան հայրիկը ինչով էր զբաղվում։ Երբ որ վեր կացավ գնաց Բերլին, ինչով էր զբաղվում Խրիմյան հայրիկը։ Եվ պատկերացրեք, որ սուլթանական Օսմանյան Թուրքիան շատ ավելի հանդուրժող էր այդ ամենի նկատմամբ, քան այսօրվա իշխանությունը։ Խրիմյան հայրիկը որ գնաց Բերլին ունեինք պետություն։ Չունեինք, ինքը գնում էր մի պետության կողմից, հա, մի պետությանն էր պատկանում ինքը, որպես քաղաքացի այդ հասկացությունը չկար այն ժամանակ, հպատակ։ Օսմանյան կայսրության հպատակ էր, բայց մարդը քաղաքականությամբ էր զբաղվում ու սուլթանը չէր կանչում ասեր եղբայր, ինչ ես քաղաքականությամբ զբաղվում։ Չտարբերությունն է։ Այնտեղ կար Ներսես Վարդապետյան, պատրիարքը, այնտեղ կային այլ հոգևորականներ, որոնք զբաղվում էին այդ գործով։ Դե տարբերությունն է, որ հիմա ոնց որ պետություն ունենք։ Ունենք պետություն եւ ինչ։ Դուք պատկերացնում եք, որ 20 թվականի այդ աղետից հետո եկեղեցին ոչ մի ձեն չհաներ։ Ինչ էինք մենք այսօր ասելու այդ եկեղեցուն։ Ինչ էինք ասելու։ Ասելու ենք գնացել ես դարել ես իշխանությունների ոտքի տակի պալասը։ Որտեվ մենք նաև չենք հասկանում, որ ասում են, բա Քոչարյանի ժամանակ, բա Սերժի ժամանակ, հիմա էականորեն տարբեր իրավիճակ է։
Էականորեն տարբեր վիճակ կա։ Այն իմաստով, որ մենք աղետի ենք ենթարկվել։ Հետաղետային վիճակի մեջ ենք։ Հա, եկեղեցին ընդունում ենք, որ զբաղվում է քաղաքականությամբ եւ այդ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ գուցե կողմապահություն անում, թե բնական է այդ բարելը։ Եվ նաեւ ասենք կներեք, նաեւ ամբողջ այդ հակամարտության ընթացքում սկսած չգիտեմ երբանից գուցե 20 թվականից գուցե 21-ից գուցե թվականի դեկտեմբերի գուցե սրբազան շարժման ընթացքում ինքը ասենք որոշակիորեն այդ իր գործողությունների ժամանակ ունենում է եւ կողքից քաղաքական աջակցություն իր հետևորդների եւ մեդիայի կողմից ակնհայտ սիմպաթիա եւ ինչ որ դեպքերում աչառու լուսաբանում իր գործողությունների եւ այլն, ասենք հստակ քաղաքական դիրքավորում ունի։ Տեսեք, համերից սկսվել է 20 թվականի դեկտեմբերի, եթե չեմ սխալվում, 8-ին։ Դեկտեմբերի 8-ին վեհապարը մի ուղերձ է հղել եւ ասել է, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ իշխանությունը հրաժարական տա։ Դե ասում տվեցինք։ Դրանից հետո հա իբր տվեցին, որպեսզի վերարտադրվեն, որպեսզի հա, եթե այդ ուղերձի ուրեմն հորդորին լսելով են տվել, բա ինչ են ուզում։ Ով։ Իշխանությունները։ Դե ոնց որ ասում են դե տվեցինք։ Տվեցին, չէ։ Հա, հիմա ասում են smart հասելա տվեք, իրանք էլ տվել են։ Հիմա ասում են մի հատ դուր։ Հա։ Չէ, հիմա սրբազան շարժումը դա լրիվ ուրիշ բան է։ Չէ, հա, ժամանակային հետո առաջ կգնանք։ Չէ, ոչ թե ժամանակային առումով, այլ սրբազան շարժումը դա եկեղեցու շարժումը չի։ Եկեղեցին ինքը չի օրհնել եւ չի խրախուսել այդ շարժումը։ Հակառակը Բագրատ Սրբազանին ասելա, որ քո ուրեմն բաները, որ թեմի առաջնորդ սառեցնում ենք, գնա ինչ ուզում ես արա։ Որտեւ իրոք եղել է հոգեվոր խորհրդի նիստ, այդ բաների ժամանակ լուրջ քննարկումներ են եղել եւ որոշել են, որ եկեղեցին դրա բեքգրաունդը չի, այսպես ասած։ Այսինքն դա կապել եկեղեցու հետ բանա։ Հիմա Միքայել Աջապահյանը, իդեպ ես Միքայել Աջապահյանի բոլոր ուրեմն արտահայտած մտքերին արմատապես դեմ եմ եղել միշտ այդ քաղաքականության մասին արտահայտած մտքերին, բայց ես չեմ համարում, որ դա եկեղեցու տեսակետն է։ Դա մի առանձին հոգևորականի տեսակետ է։ Այսինքն այնց չի, որ եպիսկոպոսած ժողովը հավաքվել է եւ հավանություն ա տվել Միքայել Սրբազանի եկեղեցու տեսակետն է։ Դե այսօր այդ փաստորեն այդ մարդիկ նստած են բանտում եւ այդ ամենը համարվում է որպես եկեղեցու մատուցվում է, փաթեթավորվում է, այդպես կարծում եմ։ Եկեղեցու եւ պետության հարաբերություններում դրված ինչ որ բաներ։ Հա, բայց փաթեթավորվում է այդ ձևով ինձ թվում։ Այո, փաթեթավորվում է այդ ձևով, բայց իրականում բան է, ես նույն սրբազան շարժմանն էլ ոչ մի համակրանք չեմ ունեցել, թեև շատ հարգում եմ, իր հետ աշխատել եմ Շողակաթի, ուրեմն ստեղծման առաջին շրջանում Բագրատ Սրբազանի հետ իրեն որպես հոգևորական շատ բարձր եմ գնահատում, բայց սրբազան շարժման մասին, երբ որ ես խմբագիր էի օրինակ, որոշեցի, որ ոչ լավ, ոչ վատ ոչինչ չեմ գրել։ Հիմա եթե Ալիք մեդիայի արխիվը բացեք, կտեսնեք, որ այդ շրջանում 24 թվականի ուրեմն ապրիլ, մայիս, ոչ մի բան Ալիք մեդիա, որովհետև չէի ուզում վատ բան գրել, չէի կարող լավ բան գրել։ Չէի ուզում վատ բան գրել, որտեղ այդ մարդու հետ այնուամենայնիվ ասեցի, որոշակի ճանապարհ ունեի անցած։ Քանի որ ուզում եք խոսել, ուզում եք մի հատ այդ թեմայով անցնենք հետևորդի եւ հոտի անդամի։ Հա։ Եվ ոնց է դա մատուցվում, էլի, եւ ինչ ընկալում կա դրա հետ կապված հասարակության մեջ։ Գիտեք, հոտի անդամը դա շատ կոնկրետ մարդիկ են, որոնք ամեն ժամերկության, ամեն պատարակի գնում են, կապ ունեն եկեղեցու հետ, ինչ որ հավաքներ են ունենում եւ այլն։ Հետևորդները մենք բոլորս ենք։ Եթե մարդը ասում է, մարդիկ կան ասում են, ես աթեիստ եմ, բայց իմ երեխեքին տարել հայ առաքելական եկեղեցում կնքել եմ։ Ես հիմա մի շարք եմ անում ֆիլմերի, որը կոչվում է Կես-կես, մարդկանց կյանքը Սովետում եւ դրանից հետո, եւ պարտադիր այդ հարցը տալիս եմ բոլորին։ Իմ ռեսպոնդենտները 70 տարեկան մարդիկ են, որոնք 35 ապրել են։ Պարտադիր այդ հարցը տալիս եմ, եկեղեցի գնում էիք, ինչ կապ ունեիք հոգևոր բանի հետ։ Բոլորը, ես հետաքրքիր բան ասեմ, մարդ, որը շրջկոմի քարտուղար է եղել, խոստովանում է հիմա, որ գնացել եկեղեցով ամուսնացել է Թաքուն։ Մարդ, որը կոմունիստ է եղել,
այդ կոմունիստ լինելու ընթացքում դարձի է եկել, հա, սկսել է Աստվածաշունչ կարդալ, եկեղեցի գնալ, հարցնում եմ, բա կոմունիստ ասում է, դե ես ժողովներին չէի ասում, որ ես աթեիստ չեմ։ Այսինքն հետևորդը այդ մարդիկ Գուցե ագնոստիկ է եղել։ Հա, հետևորդը այդ մարդիկ են, որոնք բան են, որոնք իրենց համարում են, իրենց կապը հաստատել են հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես օրինակ որևէ եկեղեցու հոտի անդամ չեմ, բայց ես ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Շարունակական հարցերի մասին։ Անցյալ շաբաթ ստատուս էի գրել այն մասին, որ բռնապետները մահանալու սովորություն ունեն։ Եթե բացենք ինչ նկատի ունենք։ Դե գրել էի, ինչ առիթով եմ գրել, այդ հարցը, այդ էլ ոնց որ քիչ առաջ ասացի եկեղեցի գնալու հարցը, ուրեմն մարդկանց հետ այդ նախկին հայրենադարձների, որոնք եւ ակսորվել էին եւ չէին ակսորվել, գրեթե բոլորին ես այդ հարցը տալիս էի եւ Թե Ստալինի մահվան օրը հիշում եք, թե չեք հիշում, բոլորի դեմքին մի հատ ժպիտ էր հայտնվում եւ ոնց չեմ հիշում, իհարկե հիշում եմ ու հետո անպայման այդ վատ բառն էին օգտագործում, սատկելը։ Գիտեք, մի հատ sense բան ասեմ, էլի Ստալինի դեմ ով էր պայքարում։ Ոչ մեկը, ով հնարավորություն ուներ պայքարելու, հա, լռեցված էր, բոլորը բանտերում էին բանեն, բայց այնուամենայնիվ գնաց, չէ, որտեվ ատրոֆիայի process կա։ Այ ամենացավալին է նա, որ այսօրվա իշխանությունների մեջ եղող մարդիկ, Նիկոլ Փաշինյանը եւ իր շրջապատը չեն հասկանում, որ իրանք հիմա ատրոֆիայի process-ի մեջ են։ Մենք կարանք ոչինչ չանենք, կարող ենք նստել սպասել։ Նստել սպասել, ոչ թե ես ֆիզիկական մահ նկատի ունեմ, ես ոչ մեկի ամենավատ մարդու անգամ ֆիզիկական մահը չեմ կամենում։ Ես նկատի ունեմ վախճանը որոշակի ուրեմն գաղափարախոսության կամ իրականության եւ այլն։ Սա ատրոֆիա է։ Դուք երբևէ նայել եք, ասենք որ գնում են պատարագի։ Մարդկանց դեմքերը, Նիկոլ Փաշինյանի հետ գնացած մարդկանց դեմքերը, որոնք բացարձակապես չեն ուզում այնտեղ լինել, բայց այնտեղ են։ Օրինակ ես այն օրը նայում եմ Սուրբ Սարգիսում Արարատ Միրզոյանի դեմքին։ Մարդը որ գնում է պատարագի, պետք է ինչ որ էմոցիա լինի իր դեմքին, ինչ որ հույս լինի, ինչ որ բան լինի, չէ։ Ինչ ասեմ, զզվանք էր արտահայտում այդ մարդու դեմքը։ Զուգահեռներ ենք մոտ ձեր նկարագրածով զուգահեռագնում դեպի Պոլիտբյուրոն։ Հա, որտեվ հետո հավատացեք, կանցնեն տարիներ եւ այս մարդիկ բոլորը կգրեն հուշեր։ Եվ այդ հուշերում կգրեն, թե իրանց ոնց էին զորով տանում պատարագի։ Կգրեն այդ հուշերը, այնքան հուշեր կան Պոլիտբյուրոյի մասին, մյուս բաների մասին։ Այսինքն գնահատական է նա, որ դեպի բռնապետության կողմ ենք շարժվում հատած։ Այո, մենք այսօր դա պետք է հասկանանք, մենք պետք է հասկանանք, որ օրենքների պարբերական խախտումները, սահմանադրության պարբերական խախտումները ի վերջո տանելու են բռնապետության։ Մարդիկ կան ասում են, դե ես Վազգեն վեհապարից հետո ոչ մի ուրիշ վեհապարի չեմ ընդունում։ Ես էլ եմ լսել։ Ինչ կապ ունի դու որ վեհապարին ես ընդունում։ Իդեպ, եթե մի հատ բալանսի բերենք ու դնենք, թե Վազգեն վեհապարի ժամանակ դե լավ, այդ սովետի տարիներն էր, Գարեգին առաջինի ժամանակ եւ Գարեգին երկրորդի ժամանակ ինչքան գործ է արվել եկեղեցու համար, համեմատելի չի անգամ Գարեգին երկրորդի արածի հետ։ Ժամանակները տարբեր են։ Ժամանակները այո, տարբեր էին, բայց այդ մարդը կարողացել է անել այդ ամեն ինչը։ Եվ ես ասեմ, այս պատմության մեջ կա նաև մի պահ, որ դա էլ չի ներվում։ Չի ներվում, որ մարդը կարողացել է անել այսքան գործ։ Այդ բանը կա էլի։ Լավ, տեսնում եք, որ այդպես ուղղությունը դեպի բռնապետություն է իշխանության։ Այդ իշխանությանը հնարավոր է հետ պահել դրանից, զգուշացնել, ասել, ազդել, ի վերջո ոնց որ թե ազատ խոսք կա էլի։ Տեսեք, կամ մնում է այդ խոսքը արժևորված լինի, բայց կա։ Իրավական գործողությունները պետք է լինեն, իրավական գործողություններ։ Բայց իրավական պետություն պետք է լինենք դրա համար, այդ ուրիշ հարց է։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ասում է, դե որ դիմենք ով է ընթացք տալու։ Չէ, պետք է դիմել։
Պետք է դիմել, այսօր այդ դատախազը, քննիչը, դատավորը, բանը որ կան, այս ամեն դիմում իրանց վրա է մնում։ Ասում ես պետք է դիմել բոլոր միջազգային կառույցներին, դեսպանատներին, բաներին, ասում եմ դե իրանք Նիկոլի հետ են, ով է մեզ շանտեղ դնելու կոպիտ ասած։ Ոչ, պետք է դիմել եւ ասել, որ դուք սրա համար պատասխանատվություն, այսինքն դիմելու ակտը արդեն ասում է, որ դուք սրա համար պատասխանատվություն եք կրում։ Իսկ հակառակ դեպքում այդ մարդիկ կարան ասեն, բայց մեզ ով դիմեց, որ մենք չարեցինք։ Իսկ ինչի իրավական ճանապարհով չգնացիք, կարան ասեն, չէ՞։ Պետք է ասես, ես չէի հավատում, որ իրավական ճանապարհով բան կլինի, թող մնա արխիվներում։ Արխիվները միշտ ապրում են, արխիվները միշտ ճշմարտություն են պարունակում։ Պետք է տանել, դնել արխիվներում, թող իրանք արխիվացնեն։ Թող իրանք ջանք թափեն մերժելու, որտեղ օրինակ այն փաստաթուղթը, որը կազմված էր եւ որի տակ ես եմ ստորագրել, հատ առ հատ գրված է օրենքի որ կետերն են խախտված։ Թող ասեն, չէ, խախտված չի։ Կամ ասեն, ընդհանրապես արհամարում ենք ձեզ։ Սա շատ կարևոր բան է։ Իսկ ընդհանրապես ազդել հնարավոր է իշխանության վրա։ Այդ ընթացքի պահով ձեր ասած ազդել հնարավոր է, այդ քիչ առաջ որ միջև հաղորդումը սկսվել է խոսում էինք, հնարավոր է ազդել միայն այն ձևով, որ դու սկսես տարբերվել իշխանությունից։ Դու պետք է խոսես քո լեզվով, ոչ թե ասես այ ինքը որ ասում է փիս բառեր, ես էլ պետք է ասեմ փիս բառեր։ Չէ, այդ փիս բառերը, գիտեք, քանի որ եկեղեցուց ենք խոսում, քրիստոնեության մեջ ինձ համար գոնե որպես հայ քրիստոնյայի մի շատ կարևոր սկզբունք կա, ասում է չարին հակառակ մի կանգնել։ Այդ սկզբունքը մարդիկ մեկնաբանում են որպես թուլություն, ասում են, այդ որ կար, դրա համար հայերը սենց կոտորվեցին, բան արեցին։ Ոչ, դա բացարձակապես թուլության հետ կապ չունի։ Դա խորհուրդ է, ուղերձ է կամ պատգամ է մարդուն, որը ասում է մի նմանվի չարին, որտեվ երբ որ դու չարին հակառակ ես կանգնում, հա Նյուտոնի օրենքը կա, չէ, ասում է F-ը հավասար է -F, չէ, երրորդ բանը։ Երբ որ հակառակ ես կանգնում, դու դառնում ես բան, դու դառնում ես ինքը։ Դու պետք է լինես ինքդ, դու պետք է լինես ինքդ, դու պետք է լինես տարբեր։ Դրա համար օրինակ չգիտեմ, եթե իմեջին հետևում եք, ես երբեք հայհոյանք չեմ տալիս, երբեք որևէ մեկին չեմ անիծում, որևէ մեկին ոչ ցենզուրային բառեր չեմ օգտագործում իմ բաների մեջ։ Այսինքն ձեր գործը բարդ է, այսինքն պետք է աշխատել ոչ միայն իշխանության հետ, այլ նաև իշխանությանը հակադրվողների հետ, որպեսզի նրանք չօգտագործեն նույն բառապաշարը, ինչ որ օգտագործում էր իշխանությունը եւ իրենց գործողությունը չարթարացնեն նրանով, որ առաջինն է սկսել։ Հա, բայց հիմա գիտեք մի իրավիճակ է, որը շատ տարբեր է օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակների իրավիճակից։ Այն ժամանակ մենք միշտ հակադրվում էինք, բայց մենք մի համայնք էինք։ Մի քիչ տարբերություններով բանով, բայց համայնքներ նույն համոզմունքներով բանով մի համայնք էինք, կարող է մեկը մեզ այդ համայնքում դուր չէր գալի, մեկը դուր էր գալի ավելի շատ։ Հիմա այդ համայնքը շատ ընդլայնվել է եւ այսօր ես հակադրվողների մեջ եմ, բայց այդ հակադրվողների մեջ է նաեւ ասենք Ռոբերտ Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի թիմը, շատ այլ մարդիկ, որոնք ինձ համար ընդունելի չեն, ասենք։ Բայց ես այդ տարբերությունը անգամ չեմ դնում, որտեվ ես չեմ ասում, ես չհակադրվեմ, որտեվ իրանք հակադրվում են։ Բայց բերել մի ընդհանուր հայտարարի էլ շատ դժվար է եւ սրանից իշխանությունները շատ լավ օգտվում են։ Իսկ ազատ խոսք կա հիմա Հայաստանում։ Հիմա կա սանձարձակ խոսք։ Ազատ խոսքը դա լրիվ տարբեր բան է։ Ազատ խոսքը ենթադրում է խոսքի նկատմամբ որոշակի պատասխանատվություն, որ ասեցիր ու գնաս այդ խոսքի տեր լինես։ Իսկ հիմա ով ինչ ուզում ասում է։ Ու նորից ասեմ, դա մենակ Հայաստանում չի, դա ամբողջ աշխարհում է։ Իսկ դա բռնապետության գնալու հայտանիշ է, թե չէ, այդ սանձարձակ խոսքը, թե ուրիշ ձևի բռնապետություն։ Դա հնարավորություն կտա, որպեսզի այս բռնապետությունը շատ հաջող կերպով ամրապնդվի, հաստատվի եւ ամրապնդվի։ Ոնց աշխատել հասարակության հետ, որ այդպես չլինի։ Հասարակության հետ աշխատելու նախ պետքա ծավալները հասկանանք։ Գիտեք, այսօր իշխանությունները ունեն ամենամեծ զենքը, դա հանրային հեռուստաընկերությունն է։
Այսօր օրինակ ես կարծում եմ, որ հասարակական կազմակերպություններն նրանք, որոնք դուրս են մնացել իշխանության ստվերից, մեդիա կազմակերպությունները բանը, պետք է շատ լուրջ այդ հարցով զբաղվեն։ Պետք է հարց բարձրացնեն, որ կամ հանրային հեռուստաընկերության անունը փոխում եք, անունը դնում եք իշխանական հեռուստաընկերություն, կամ պետական հեռուստաընկերություն, կամ չգիտեմ ինչ, կամ եթե հանրային է, ուրեմն ապահովում եք հանրության բոլոր շերտերի հավասար մասնակցությունը։ Ես ձեզ մի բան կարող եմ ասել, որ հեռուստատեսության հանրային դառնալուց հետո մինչև այսօր, որը անցել է 2000 թվականից 25 տարի, չէ, 25 տարվա մեջ ես հանրային հեռուստաընկերության եթերում ես ինձ չեմ գերագնահատում, բայց նաև չեմ թերագնահատում։ Ես հասարակության մեջ հայտնի մարդ եմ, լրագրող եմ եւ այլն, հայտնվել եմ ընդամենը մեկ անգամ եւ հայտնվել եմ այնելի ինչ առիթով, երբ որ սոցիալական ցանցերի եւ այլ բաների ուրեմն պնդմամբ ստիպված եղան ցուցադրելու իմ մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը ու որոշեցին, որ մի հատ պետքա բան սարքել էլի քննարկում մի հատ էլ կանչել, որ այդտեղ շատ չստացվի, որ ֆիլմ ենք ցույց տալիս, այլ մի հատ էլ քննարկում անենք, էլի։ Ուրիշ որևէ անգամ ես չեմ հրավիրվել հեռուստաընկերություն։ Եվ իմ նման շատ մարդիկ կան։ Ու այսօր մենք տեսնում ենք նույն եկեղեցու հետ կապված հարցերում հրավիրվում են ինչ-որ կարգալույց վարդապետներ, քահանաներ։ Հրանտ Բագրատյաններ։ Հա, Հրանտ Բագրատյանին ինչ-որ շատ տարօրինակ կերպով հրավիրել էին, շատ տարօրինակ կերպով, բայց եկեղեցուց որևէ այլ կողմ, ասենք օրինակ ասողիկ բանը կա, հայր ասողիկը կա, որը եկեղեցուն պաշտոնյա է եւ որը այս թևի մարդ է, որևէ անգամ դուք տեսել եք իրան եթերում։ Ժամանակին Բագրատներ գնում, Սրբազանի ժամանակ։ Ես չգիտեմ, հանրային կողմից դժվար է պատասխան դե հրավիրելու բավ, գուցե հրավիրում չեն գնում, բայց չգիտեմ, իրոք չգիտեմ, թե ինչ այնտեղ կատարվում։ Շատ հեշտ է մոնիտորինգ անել, ում են հրավիրում, հա, արվել է ժամանակին, գրվել է։ Եվ այդ հարցերն էլ շատ հեշտ է բան անել։ Չգիտեմ, Տիգրան Հակոբյանի հանձնաժողովը կա, որ կարծեմ մոնիտորինգ են անում։ Լավ, իրանք չեն տեսնում, որ կարգալույց հոգևորականին բերում նստացնում են եթերում հոգևորականի հագուստով։ Իսկ կներեք, ԱԱԾ-ից հեռացված գնդապետին դուք ԱԱԾ-ի ուրեմն հագուստով կբերեիք։ Հանրայինը չէ, բայց ահագին լրատվամիջոցները այդ գործով զբաղվում են, ձեր ասած ԱԱԾ-ի հետ կապված։ Ահագին լրատվամիջոցները կարան զբաղվել։ Ես գիտեմ հանրայինը հատուկ դեր ունի, բայց այնպես չի, որ խորհրդային կարելի է պատժել դրա համար։ Պատժել չէ, խոսել այդ մասին։ Դեպքում կարելի է պատժել, հանրայինին որևէ մեկը չի պատժում։ Հանրայինին որևէ մեկը չի պատժում եւ ընդհանրապես հանրայինը չունի բազմակարծություն ապահովելու ցանկություն չունի։ Ես այնտեղ աշխատել եմ 2.5 ամիս եւ իմ հիմնական ուրեմն վեճերից մեկը ղեկավարության հետ եղել այն, որ պետքա ապահովել բազմակարծություն։ Որովհետեւ հեղափոխություն էր եղել իբր հեղափոխություն էր եղել, բայց այսօր մի հատ եկեք նայենք Ալեքսան Հարությունյան, Ռուբեն Ջաղինյան, Արա Շիրինյան, Վասակ Դարբինյան։ Իրանց գործունեությամբ որևէ բանով իրարից տարբերվում են։ Չեն տարբերվում։ Երկար խոսակցություն է սա, բայց ընդհանուր այնա ինչով են օրինակ, եթե երկար խոսակցությունն է, ես գիտեմ, որ լրագրողները չեն սիրում բանավեճի մեջ մտնել, բայց բան, պետքա պատրաստվենք այդ խոսակցությանը ու անենք, որովհետեւ եկեք մի օր նստենք երկար խոսակցությունը կատնենք կարիք ունի թվերի, հետազոտությունների եւ մնացած ամեն ինչին դրա այդ նկատի ունի երկար խոսակցություն ասելու, բայց նաեւ հասկանում եմ, որ հանրայինը նաեւ այս եկեղեցու թեմայի հետ կապված հնարավոր բևեռվածությունը չգիտեմ մեղմել բառը գուցե օգտագործում այդ թեմայի մեջ եկեղեցու հետ կապված թեմայի մեջ իր դերը որպես հանրային հասարակության համար աշխատելու ձեր կարծիքով չի կատարում բազմակարծություն չի ապահովում որ մարդիկ իմանան ով է ճիշտ ով է սխալ որ մարդկանց օրինակ շատ հոգևորականներ կան, որ սոցիալական ցանցերում բանում շատ հստակ բացատրում են, այս նույն վեհապարի անունը զեղչելու հարցը, մնաց եկեղեցու սեփականության հարցը, մյուս հարցերը, բայց դա տեղ չի հասնում։ Տեղ չի հասնում։ Այս շարքի մասին, որ պատմում էի ֆիլմերի, այդ առիթով այս վերջի մի քանի ամիսը շատ է լինում մարզերում մարդկանց կերակուրը հանրային հեռուստաընկերությունն է։
Ոչ միշտ գիտեք, շատ փոխվել լսարանի նույնիսկ լսարանի տեսակետի, լուրերի տեսակետից նույնիսկ որոշ հետազոտություններով Արմենիան օրինակ ավելի շատ մեծ լսարանի լուրեր է, քան թե Բայց Արմենիան ինչով է տարբերվում։ Չգիտեմ։ Տարբերվում է իրական, որ նայեք եթերը տարբերվում է։ Բանով երևի տարբեր մարդիկ են, ասենք Պետրոսին այնտեղ չենք տեսնում։ Չէ, բայց ասենք ձայները եւ ուղղվածությունը տարբեր է, էլի։ Ես չեմ կարծում, որ դա այն աստիճանի բան ունի, որը կարող է տարբերություն ստեղծել։ Մարդիկ այո, բաներից են օգտվում, YouTube-ից են օգտվում, սոցիալական ցանցերից են օգտվում, բայց դոմինանտը մարդկանց հասարակական կարծիք ստեղծելու մեջ հանրային հեռուստաընկերությունն է, որը տալիս է միակողմանի կարծիք։ Իսկ ստեղ այս եկեղեցու հարցում, եթե հիշում եք, Նիկոլը մի անգամ ասում էր, որ ես որպես հետևորդ, որպես եկեղեցու անդամ եմ այս ամեն ինչը անում։ Լավ է, եթե անում ես, բայց ինչ ես այդ մեծ մեքենան դրել քո ձեռքի տակ։ Ինչի ես դա օգտագործում։ Ինչի ես նախագահին, հանրապետության նախագահին հետը տանում պատարակի, որը կանգնած անենց դեմքով, որը հասկանում է, որ ինքը մեղք է գործում, բայց գնացել է, որտեղ ուրիշ ճար չունի։ Վաղը իրան էլ կհանեն։ Եթե այս մարդը ուզում է վեհապարին հանի, վաղը ինչ ա եղել, որ նախագահին չհանի գործից։ Կհանի, չէ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։